երեխեն երևի տաքություն ունի։ Մոտ արի, Մարիամ ջան։ Մամ, ձեռդ հետ քաշի։ Բայց կարող է տաքություն ունի, բուժքրոջը կանչենք։ Բուժքույր ասաց, որ ոչ մի տաքություն էլ չունի։ Հա, ես չեմ լսել։ Լավ, եթե ասել է, ուրեմն։ Ինչ կուտես, Մարիամ ջան։ Ոչ մի բան, պապ։ Ոնց ոչ մի բան։ Չէ, բալես։ Եթե ուզում ես լավանաց, պետք է ուտես։ Քեզ սնունդ է պետք։ Հələ նստի։ Գոնեսակ էր, ես սնունդ է։ Մամարի դուրս գանք։ Ինչի համար։ Դուրս գանք սուրճ խմենք։ Չէ, ես սուրճ չեմ ուզում։ Արի դուրս գնանք, մամ։ Հոզորով չի, ասեցի չեմ ուզում։ Ես եմ ուզում, համ էլ կզրուցենք։ Զրուցել էստեղ էլ կարող ենք, համ էլ Մարիամիս մոտ կլինեմ։ Բայց ոնց որ Մարիամը չի ուզում, որ մոտը լինես։ Արի գնանք, մամ։ Սուրճ կխմենք և կզրուցենք։ Բալես ես գնում եմ տատիկի հետ սուրճ խմելու։ Մի քիչ հետո կվերադառնանք, լավ։ Լավ։ Էս ինչ նոր ձևեր են։ Բանտում ես սովորել արհամարել մարդկանց։ Ինչի է Մարիամը վախենում քեզանից։ Հարցը չհասկացա։ Ես իմ աչքերով տեսա, որ Մարիամը քեզանից վախենում է։ Ո՞րն է պատճառը։ Չգիտեմ։ Այսինքն չի վախենում, երևի տաքություն ունի։ Ոչ մի տաքություն էլ չունի։ Ճիշտ պատասխանի հարցիս, մամ։ Լսի, ոնց ուզում ես մտածի, ես արդարանալու կարիք չունեմ։ Եթե փորձես շարունակել այդ տոնով հետս խոսել, հենց հիմա կթողնեմ կգնամ տուն։ Ծեծել ես Մարիամին։ Ինչ։ Մարիամին ծեծել ես։ Ես։ Հա, եղել է, որ խելոք չի պահել, թեթև հասրել եմ, թույլ ապտակել եմ։ Թույլ։ Հա, բա հարազատ տատն է, մեն էլ հարազատ հորս է, կարող է իրավունք չունեմ։ Ես լուսնից չեմ իջել, մամ։ Ու լավ եմ հասկանում, որ Մարիամի վախը թույլ ապտակի հետևանք չէր։ Ոնց ուզում ես մտածի, արդարանալու կարիք չունեմ։ Լավ, ես Մարիամի հետ կխոսեմ ու իրանից կիմանամ ճշմարտությունը։ Ուրեմն դու այդ լաղոտին ավելի շատ ես հավատալու կամ մորդ։ Ես հիմար չեմ, մամ։ Ու նորից եմ կրկնում, լավ եմ տարբերում սուտը ճշմարտությունից։ Իսկ դու նորից խաբում ես ինձ։ Չափազանցնելի է, ես իմիջեր հորինի։ Երեխեքի երևակայությունը չափ ու սահման չունի։ Եթե չգիտես, իմացիր։ Բայց դու որտեղից իմանաս, երբ աղջիկ երեխուդ փողոց շպրտեցիր ու գնացիր վեր ընկար բանտում։ Ես իմ երեխուն հարազատ մորս խնամքին եմ թողել։ Այն հույսով, որ մերս նորմալ կվերաբերվի։ Ես տենց էլ արել եմ, լավ եմ պահել, մեծացրել եմ, հասրել եմ բոյիդ։ Ու դրա համար էլ ես պատասխանն եմ լսում, միայն մեղադրանքներ։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ոնց եք ապրել, ոնց եք շփվել իրար հետ։ Այդ ինչ ձև եք ապրել, որ երեխան վախեցավ, հենց մոտեցար իրեն։ Վայ, խեղճ երեխան սարսափեց, վախեցավ, ել ոնց կլիներ։ Հա, խելոք չի պահել, մարդին հասցրել եմ, տոն լավ էլ արել եմ, բա հարազատ տատն եմ։ Օրի գիշեր ես տարիքի ես եմ կողքը մնացել, ոչ թե դու։
Հերիքա, նորվերս քայքայվել է երկուսի ձեռին, այստեղ սա հասել։ Լավ, պարզ է, արի քեզ տուն ճանապարհը, գնա հանգստացի մամ։ Վատ չի, գիտես, հեչ վատ չի։ 3 տարեկանից երեխուդ պահել մեծացնեմ ու դու մի գեղեցիկ օր հայտնվես, երեխուն վերցնես ու ասես դնռ հաջողություն։ Չէ, տղա ջան, այդ չի ստացվի։ Այդ երեխան ավելի շատ իմն է, քան քոնը։ Ես երեխուն քեզանից չեմ խլում, մամ։ Մենք էլի միասին կապրենք։ Ուղղակի մեզ ժամանակ է պետք։ Ժամանակ ինչի համար է պետք։ Կորցրածս 10 տարիներին որոշ չափով վերադարձնելու համար։ Հետաքրքիր է այդ ոնց ես անելու։ Որոշ ժամանակ Մարիամի հետ առանձին եմ ապրելու։ Ինչ։ Փաստորեն այսքան անշնորհակալ գտնվեցիր։ Գիտեի, որ բանտից փոխված ես գալու, բայց այս աստիճանի չէի պատկերացնում։ Հիմա ինչ էլ ասես միևնույն է, որոշումս չեմ փոխի։ Ժամանակը ցույց կտա, թե ոնց եք ապրել իմ բացակայության ընթացքում։ Լսի, դու չես հասկանում, թե չես ուզում հասկանալ, որ արտասովոր ոչ բան չի կատարվել։ Ես երեխուդ պահել եմ այնց, ոնց կարողացել եմ։ Դու պիտի ուրախ լինես, որ ողջ առողջ վերադարձրել եմ քեզ։ Այդ մեծ հարցը ողջ առողջ մեծացրել ես, թե հեն ինչ որ ես տեսա։ Իսկ երբ ես էի հիմա, երբ ես էի 40 աստիճան տաքությամբ զառանցում ուրեշ, ինչի՞ չէ կար մորդ փրկես։ Այս անիծված դարում հեռախոս գոյություն ունի, շտապ օգնություն զանգեիր։ Մի բան որ չարեցիր, երբ որ Մարիամս հիվանդ պարկած էր, տաքության մեջ։ Ես քեզ խնդրեցի, ասացի մամ զանգիր, բայց դու չարեցիր, որովհետև դու Ես առանց երեխու չեմ կարող ապրել։ Ընդամենը մի քանի օր, մամ։ Հետո նորից սպասի։ Լավ է, ուշքան երբեք։ Եթե ուզում ես ներողություն խնդրել, ասեմ, որ չուշացար։ Եթե հարկ լինի կխնդրեմ, բայց հիմա դրա ժամանակը չի։ Վերցրու։ Մենակ մի քանի օր ապրելու համար հաստատ կհերիքի։ Կոնը չվերցնեիր։ Մեզ բոլորիս իսկապես որ ժամանակ է պետք։ Երևում է ես դեռ շատ բան պետք է հասկանամ։ Շատ բան է եղել իմ բացակայության 10 տարվա ընթացքում։ Ոնց եք ապրել։ Ինչի է երեխես վախենում տատիկից։ Ինչի։ Մտքովս հազար մի բան անցնում։ Բայց ես հակված եմ մտածել ամենավատ տարբերակը։ Մենակ թե այդպես չլինի։ Քնած է։ Հա։ Մի բան կերավ։ Կերավ, բայց շատ քիչ։ Ջերմություն չունի։ Եթե գիշերվա ընթացքում չբարձրանա, կարող եք առավոտյան տուն տանել։ Տուն։ Իմ հերթապահության ժամը ավարտվել է, ես պետքա տուն գնամ, բայց առավոտյան կգամ։ Ես ձեզանից պետք է մի բան խնդրեմ։ Ինչ։ Ես պետք է բացակայեմ 2 ժամով։ Կխնդրեի, որ երեխայի մոտ մնայիք։ Հերթափող բուժքույրը կգա, խնդիր չկա։ Ես կուզենայի, որ հենց դուք մնայիք։ Իսկ այն կինը, կարծես երեխայի տատիկներ, չէ։ Նա չի կարող։ Ընդամենը 2 ժամով պետք է բացակայեմ։ Միգուցե ստացվի ավելի շուտ վերադառնամ։ Լավ կլինի, եթե շուտ գաք։
Շատ շնորհակալ կլինեմ ձեզանից։ Ինչ ես անում այ խելագար։ Տարոտել եմ քեզ կյանքս։ Հավեսը չունեմ։ Դոնար։ Բանա փոխվել։ Մեր մեջ ամեն ինչ վերջացել, հա։ Չէ։ Ուղղակի ահավոր ներվայնացած եմ։ Ո՞վ ներվայնացրել։ Տղետ։ Հա։ Կարող ես տեղ կա Դոնար։ Վախեցար։ Բա ինչի ես եկել մոտս։ Չէ, Դոնար ջան, վախենալը չվախեցա։ Ուղղակի համ կարոտել եմ քեզ, համ էլ կարևոր բանն եմ ասելու։ Համ էլ զգուշությունը այդ վախենալ չի նշանակում։ Ասա կարևոր բանը։ Նախ կարոտել եմ քեզ։ Հետո կարևոր նորություն ունեմ քեզ ասելու Դոնար ջան։ Իսկ զգուշությունը այդ դեռ վախենալ չի։ Ինչ նորություն։ Դոնար, ես քո փողն եմ։ Իմ փողը այսքան չէր։ Դոնար, էդի խչոն ա տարել։ Ու մնացածը լափել է։ Գոյեղի, որ ես էլ բերել եմ։ Ուրեմն այդ ոչխարը այդքան ռիսկ ունի, որ ինձնից փող ա գողանում։ Ոնց իմացա, որ ինքն։ Դոնար ջան, արի նստենք, մի բաժակ խմենք, ուղեղներս կտականա, համ էլ մանրամասն կպատմեմ։ Արի։ Սպասի։ Տանը արաղ չկա, գնա խանութ։ Դոնար ջան, գնամ։ Փող չունեմ, Վերցրու ես ու գնայինք հանարաղ բեր, որ դրա վերջը չլինի։ Դոնար, ուրեմն տղետ, քեզ ես օրնակցել։ Հա, սեթո արագացրու, գնա, մի ներվայնացրու, շուտ։ Վերցրեց ու գնաց։ Կյանքս։ Քեզ որտեղից այդքան փող Դավիթ։ Ու ինձ հենց ես տալիս, հա։ Չէ, այսքանով դու իմ ձեռքի չես բրծանի։ Անշնորհակալ տականք։ Ինչքան հիշում եմ, այս կողմերի վրա պիտի որ անշարժ գույքի գործակալություն լիներ։ Դոնարս, դու հիմա ջոգում ես, որ քո ամենահարազատ մարդը ես տղենա։ Ամենադժվար պահերին միշտ ես եմ եղել քո կողքը։ Ու քեզ չեմ դավաճանել։ Սաղդ էլ նույն զիբիլն եք։ Դուք էլ են լակոտնել։ Են լակոտը։ Մոռացել են լակոտին ինչ օրն էիր գցում։ Լավ է անում, դրան քիչ էր։ Համել ես դրա տապն եմ։ Մերնենք կյանքի, տեղը տենց է, ես էլ դրա պապն եմ։ Ինչ ես ապուշ խոսում։ Դոնար, այսքան ժամանակվանից, այդ երեխեն աչքից դեմն է մեծացել։ Վեկար,
Եկալ խմենք տատիկների ու պապիկների կենացը։ Պարտեզիս ծաղիկ։ Այդ լակոտի այսօր հարած որ հիշում ես, ներվերս իրերը խառնվում, քիչ ամանում գրամ, դրան բռնեմ այն շանսատական եմ, որ էշիկ հեռկանչ։ Ինձ տեսնելուց էլ կիլոմետրերով հեռու փախնի, ոչ թե նկան պես կուրջիկա, որ հերնել տենա, ամպղ զամպղ հաճավրես։ Դրա հերը։ Դոնար, ես էլ մեծ հաճույքով տղուտ էդ օրը կգցեի։ Երկու տարյանս տելա, իրան աշխարի տերն ազգում։ Մեծ հաճույքով դրան յատմուտ տեղ կբռնեի ու դուբինքով ընքան կտայի, որ մկան ծակը փողով կարներ է։ Խաչքին ծեծել ես։ Հա, բայն չեմ արել։ Շանսատակ արեցի դրան կյանքս։ Թե չէ, պրիզնատ չէր գալիս։ Լավ ես արել դրան հաստատ հասնում էր։ Ասի խճո, արի, դոբրիով լուծենք ես հարցը, էլի։ Չեր ուզում պրիզնատ կար։ Ասի իմացել եմ, որ ախպեր չունես Ռուսաստանից եկած, են էլ հարուստ։ Համոզում էի, որ պրիզնատ կար, ասի չբռնեմ սամասուտ անեմ, մեղքս եկավ։ Մեկ էլ ես ոչխարը թե բա, ես տենց բան չեմ արել, քո սենցը նենց ու սկսել։ Տատիկ, ինձ այսօր թալանել են։ Ինչ? Ինձ այսօր թալանել են։ Առավոտից դուրս ես եկել, ընդհանրապես 700 դրամ ես ունկել։ Տատիկ, ես քեզ ճիշտ եմ ասում, երդվում եմ։ Տատիկ, խնդրում եմ։ Ո՞ւր կարի։ Հա, քալանել են, հա։ Գողացել են, հա։ Թորոնել են, բուղացել։ Օքնի հետ։ Տոքշրի։ Դու ես սատկես, հերդ ես սատկի փաստն են քեզնի։ Հայանի զրեք դու կա։ Ես քեզ համարյա չեմ ճանաչում։ Ուզում եմ հավատամ, որ լավն ես, որ բարի ես ու իսկապես սիրում ես ինձ։ Ուզում եմ հավատամ։
Համ բալես, տունը դուրդ գալիս է։ Շատ, սա քո տունն է, պապ։ Վարձակալել եմ, բայց մենք ինչքան ուզենանք կարող ենք ապրել այստեղ։ Բայց դպրոցը հեռու է ստեղից, ո՞նց եմ գնալու։ Դրա մասին մի մտածիր բալես։ Ես քեզ մեքենայով դպրոց կտանեմ եւ հենց դասերը ավարտվի տուն կբերեմ։ Իսկ ստեղ մենք երկուսով ենք ապրելու։ Որոշ ժամանակ երկուսով կապրենք, հետո կորոշենք տատիկը մեզ հետ կապրի, թե ոչ։ Բայց Տատիկը ինչ բալես։ Տատիկը տուն ունի։ Էլ այնտեղ չի ապրելու։ Արի մի բան պայմանավորվենք, Մարիամ։ Դու հիմա ինձ հարցեր մի տուր, որոնց պատասխանները դեռ չգիտեմ։ Ժամանակի ընթացքում բոլոր հարցերն էլ կստանան իրենց պատասխանները։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Բալես։ Գնա ննջարանդ նայիր, հետո կնախաճաշենք ու տեղ կգնանք։ Ուր ենք գնալու, պապ։ Դեմ չես, եթե անակնկալ լինի։ Չէ, դեմ չեմ։ Դե ուրեմն գնա ասածներս արա, իսկ ես նախաճաշ պատվիրեմ։ Ինչ ցուրտ է։ Մի հատ տականանք։ Բարի լույս, դոնարա։ Մի փռվի։ Գնա փեչը ցախցի, որ չհանգի։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Որ վերջացնես կոֆե դիր։ Կարող եմ հատ էլ գնամ խանութ։ Բանման բերեմ զավտրի կանես։ Էդ էլ որ անես, լրիվ աչքս կմատնես։ Բա դու չէիր, որ ասում էր, դոնար ջան, քեզ համար կյանքս էլ կտամ, դոնար ջան, ես քեզ համար ամեն ինչ կանեմ, հա? Էլի կանեմ, բայց ճաշեպիլը կնգագործ է դոնար։ Շատ խոսալն էլ է կնգագործ, բայց դու աշխարհի ամենաշատ խոսացող կնգանից շատ ես խոսում։ Դոնար ամեն ինչ անում են, որ համերաշխապրենք, իսկ դու անընդհատ ներվայնանում ես։ Ձեթա։ Հերիքա ոտքդ պնդասնես իմ տանը։ Ուշքո միտքդ իմ հաշվին ապրելն է։ Լուսինե ջան, բարև, ոնց ես։ Ես էլ եմ լավ, մերսի։ Լուսինե, ես գիտեմ դու շաբաթ օրերն էլ ես դպրոց գնում։ Հիմա կարող է այնտեղ լինես։ Ինչ լավ է։ Ուզում եմ գալ քեզ մոտ, ազատ ես։ Աշակերտներիցս մեկը արդեն մի քանի օր է դասի չի գալիս։ Ուզում եմ հասցեն իմանալ։ Լավ, ուրեմն գալիս եմ քեզ մոտ։ Մի 10-15 րոպեից այդտեղ կլինեմ։ Մերսի Լուսինե ջան։ Գնա աշխատի, տունար ինձ էլ պահի։ Եթե չես կարողանում ուրեմն լեզուդ բերանդ պահի, գլուխդ էլ կախարա ու արայեն ինչ որ ասում եմ։ Տենց հիստերիկ ես, որ ոչ մի տղամարդ երկար մոտդ չի մնում։ Ինչ ասեցիր, նորից կրկնի։ Քեզ ինչ եղավ դոնար ջան։ Հետդ խոսալ չի գնում, դե կատակին կանում էլի։ Հնենց ես վրա տալիս, ոնց որ Ասածդ հեչ կատակի նման չէր։ Չափդ իմացի, թե չէ ոտը տես տնից կկտրեմ։ Չէ դոնար, դու տենց բան չես անի, որովհետև մենակ կմնաս։ Ու դու ամենաշատը վախենում ես հենց մենակ մնալուց։
Հերիքա հաչաս։ Լսի դոնար։ Ես քեզ ենքան եմ պետք, ինչքան որ դու ինձ։ Համը մի հանի, որ նենց անեմ, մենակ մնաս։ Թե չէ դու ինչով ես տարբերվում մնացածից, խմելու բանկա դրա համար էլ ստեղ ես։ Ասեմ ինչով, հա, նրանով, որ խչոյի գողացած փողը բերի ու տվի քեզ, թե չէ կարայ, չէ, գնայ ում հետ ուզենայ ծախսեի ու ինչ ուզենայ անեի, այս էթոն էդ տղենա։ Քիչ խոսագլուխս հավաց, կոֆին չդրեցիր։ Հեսա տնեմ դոնար ջան։ Վերջ, ես էլի վիճակի չեմ։ Դոնարս, էլ խմենք։ Չեմ ուզում թող քնեմ։ Գիտես խիարփար։ Որովհետև առավոտվանից բան չէիր կերել։ Ու պապս ասում էր, խմող մարդը պիտի ուտի, որ չհարբի։ Դա
ապրի պապիկը։ Պապիկը տատիկի մոտ է, էլ ոնց ապրի։ Տոնար, ես էլ եմ սոված, կարգին ուտելու բան չկա։ Չկա գնար։ Փող չունեմ։ Ինչի՞։ Երեկվա տվածիցս բան չի մնացել։ Վեցը շիշ կարգին արաղ եմ բերել։ Դրանից դու էլ ես խմել։ 150 դրամ էլ իմ ջեբից եմ դրել։ Դա Այդ ինչի չես խոսում, Մարիամ ջան։ Վատ ես զգում քեզ, բալա։ Չէ, լավ եմ։ Ինչի մասին ես մտածում։ Դպրոցի իմ բոլոր գրքերն ու տետրերը տատիկի տան են մնացել։ Իսկ ես պետքա դասերս անեմ, որ երկուշաբթի օրը դպրոց գնամ։ Դե բալես, հեսա կգնանք մեր տուն։ Ես հետո կգնամ տատիկի մոտ ու կվերցնեմ գրքերը դել տետրերը դել։ Արշակին էլ կբերես անպայման։ Ում։ Իմ արջուկին, դու էիր ինձ նվիրել փոքր ժամանակ, չես հիշում։ Հա, չէ, հիշում եմ, բալես, ոնց չեմ հիշում։ Ուղղակի անունն էի մոռացել։ Ար, դարմանրի ուտելու բան բեր։ Տոնար, ես կամ փող քեզ որտեղից։ Քեզ համար մեկ չի։ Տալիս եմ վերցրու հարցեր մի տուր։ Խմելու բան էլ բերեն։ Բեր, բայց լրիվ չսախսես։ Ծաղիկս, ես քո կյանքին մեռնեմ։ Մինչև գաս ես կքնեմ։ Հետո հերիքա ջրի կանաս, թող քնեմ։ Դուրը բացա։